խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին առաջարկել է ուսումնասիրել ծայրահեղականությունն ու այլատյացությունը արմատախիլ անելու Հայաստանի փորձը։ Նրա խոսքով այս չարիքը Հայաստանում բացակայում է։ Հայերը ամենադյուրահաղորդ ժողովուրդներից են վստահել հանրապետական կուսակցության անդամը։ Ադրբեջանի մայրաքաղաքում Գեղամյանը նաև հակասել է շրջանի պատմությունը խեղաթյուրելու ադրբեջանական ավանդական փորձերին։ Вчера было сказано, что երեք այստեղ ասվեց, որ ԼՂՀ-ն եւ Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատմական ադրբեջանական հողեր են։ Ես մտովի պատկերացրի, թե ինչպես իրենց սկզբային հին աշխարհի մեծ պատմիչներ Հերոդոտոսն ու Քսենոֆոնը, լսելով այս ամենը, նրանց ու հետևորդների հիմնարար աշխատություններում գրված է, թե երբ է ձևավորվել հայկական թագավորությունը, համաշխարհային նշանակության ինչ պատմամշակութային հուշարձաններ կան մեր երկրի տարածքում։ Լսելով երեկվա ելույթները շատ կզարմանար 18-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Շարդենը, ով նկարել է Երևանի հրապարակները, փողոցներն ու եկեղեցիները։ Այստեղ խոսեցին նաև Խոջարուի ողբերգության մասին։ Պետք է հիշեցնեմ չեխ լրագրող Մազալովայի 92 թվականի հարցազրույցը Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ։ Մութալիբովն ասում է, որ հայերը մարդասիրական միջանցք էին ունեցել ադրբեջանցիների համար, սակայն ինչ-որ մեկին, տվյալ դեպքում Ադրբեջանի ժողովրդական ճակատին, պետք էր, որ անպայման խաղաղ ադրբեջանցիներ սպանվեին, որպեսզի հետո մեղքը բարձվեր Ադրբեջանի գործող իշխանության վրա։ Ռուսաստանի